Ոտքին շարունակում է դասականիստը դատարանն ակնարկում է, որ նախքան մեղադրյալի առողջական վիճակին և հետագա միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության անդրադառնալը հատկանշական և կարևոր է համարում մեկ էական նշանակություն ունեցող հանգամանքի արձանագրում։ Նախապես նախկինում դատարան իր մասնագիտական գործունեության ընթացքում դատարանության մասնակիցների նրանց լիազորությունների պատշաճության, բարեխղճության առնչությամբ մոտեցել է հենց բարեխղճության կամ խավարկածով, մինչդեռ դատարանի գործընկերները դատարանին հուշել են ուշագրավ մանրամասներ։ Մասնավորապես Երևան քաղաքի առաջին հացյալի ընդհանրության քրեական դատարանը նախագահության դատավոր Ոսկանյանի 2025 թվականի հունվարի 13-ին կայացրած դատավճռով Զարուհի Համազասպիկ Ֆոստանջյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 507 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք նվազագույն ամսական աշխատավարձի 7 հապատիկի 525,000 դրամի չափով։ Դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, Վերաքննիչ դատարանը, նախագահ դատավոր Ալավերդյանի, դատավորներ Աբգարյանի, Հովհաննիսյանի 2025 թվականի հուլիսի 31-ին կայացրած որոշմամբ մեղադրյալ Զարուհի Ֆոստանջյանի Վերաքննիչ բողոքը մերժել է Երևան քաղաքի առաջին հացյալի ընդհանրության քրեական դատարանի 31/04/24 քրեական գործով 2025 թվականի հունվարի 13-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Մասնավորապես քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ մեղադրյալ Զարուհի Համազասպիկ Ֆոստանջյանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ մեղադրյալ Զարուհի Համազասպիկ Ֆոստանջյանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մերժել։ Միևնույն ժամանակ դատարանը հատկացական է համարմունք գծել, որ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանքներին, ուղղակիորեն նշում է, որ պաշտպանը կամ դժողի լիազոր կամ գույքեն պատասխանող լիազոր ներկայացուցիչի կամ վկայի փաստաբանը չի կարող մասնակցել վարույթին, եթե օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փաստաբան։ Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն արտոնագրի գործողության դադարեցումը վերտարությամբ։ Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե առկա է Սյունի օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը։ Իսկ նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն անձը չի կարող լինել փաստաբան, եթե նա դատապարտվել է դատավորության կատարված հանցագործության համար և դատվածությունը մարված կամ հանված չէ։ Իսկ Զարուհի Ֆոստանջյանը դատապարտվել է քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով, մասնավորապես դատավճիռը վճիռը կամ դատական այլակ դրամասանված ժամկետում կամ ժամկեց առաջ լինելու դեպքում այն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարվի սահմանաժամկետում պարտաբանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարել է, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ կամ տվյալ ակտով արգելադրված գործողություն կատարել այդ արգելքի գործողության ժամանակահատվածում։ 507-րդ հոդվածի առաջին մասի նկարագրական մասից պարզ է դառնում, որ սա դիտավորությամբ կատարվող հանցագործություն է։ Առնվազն դատարանի մատնանշած հանգամանքների այս համակցությամբ պայմանավորված դատարանը գտնում է, որ առկա է կասկած պաշտպան Զարուհի Ֆոստանջյանի սույնդատական միստիկ մասնակցության առնչությամբ, հետևաբար Տիկին Ֆոստանջյան դատարանը համապատասխան գրություն կհասցեագրի փաստաբանների պալատին հասկանալու համար ձեր արտոնագրի գործողությունը դադարեցված է թե ոչ, իսկ ձեզ էլ առաջարկի ներկայացնել ձեր դատվածության մարված կամ հանված լինելու առնչությամբ տեղեկություններ։ Մի վարքան պատվարժան դատարան նախ այս տեղեկությունը ձեզ որտեղից մեկ, ձեր գործընկերները ովքեր են Կարեն Անդրեասյաններ, թե Նիկոլ Փաշինյանը 2 և երրորդը։ Այո, ես կներկայացնեմ, ես դատվածություն չունեմ, Նիկոլ Փաշինյանի
գործակալ, հողերը հանձնող, գումարների դիմաց, նախորդ իշխանությունների կողմից բերել մցված խորհրդարան այդ խոսքերի համար, այո, ես դատապարտվել եմ, գումարը մուծել եմ, դատվածություն չունեմ, արտօրինագիրս ուժի մեջ է եւ խնդրում եմ պարզաբանեք նաեւ հանրությանը, ով էր ձեր այդ ընկերը Նիկոլ Փաշինյանը, Կարեն Անդրեասյանը, թե Միշիկի եղբայր այն Գրիշիկը, ով էր ձեր ընկերը, ասեք։ Դատանի նկատմամբ անհարգալից վերաբերում դրսևորելու համար դատան ձեզ հայտարարում է նկատողություն։ Այսինքն ո՞րն է։ Դրեք, նստեք եւ Ներեցեք լսեք։ ո՞րն էր, դուք ինձ ես եւ պարզաբանում եմ խնդրում։ Դատանը հայտարարում է երկրորդ նկատողություն։ Պարզաբանում եմ Պարզաբանում եք, խնդրում։ հաջորդիվ դատարանական սանկցիաների կիրառությունը կարող է հանգեցնել ձեզ տարեցից հեռացնել։ Ես առարկում եմ երբեք։